Կիբերհարձակման պատճառով խաթարվել է եվրոպական մի շարք խոշոր օդանավակայանների գործունեությունը, ուշացել կամ չեղարկվել են չվերթներ, սեպտեմբերի 20-ին գրել է Reuters-ը։ Առաջացած խնդիրները դեռևս շարունակվում են։ Ինչքան հասկանում եմ, ամերիկյան այն ընկերությունը, որը զբաղվում է չեքիների, այսինքն ուղևորների հաշվառման գործընթացով, ինքը հայտնվել է վիրուսային հարձակման թիրախում, կաղտնագրվել են իր համակարգերը եւ արդեն մի քանի օր շարունակ դրանք խելքի չեն գալիս։ Պապյանը նշում է եւ Բրյուսելում եւ Վարշավայում հսկայական հերթեր են։ Երեկոյան իմ թռիչքը օրինակ Բրյուսելից, քանի որ ձեռքով էր արվում ուղևորների հաշվառումը, այնքան ցկցկվեց, որ մենք ուշացումով հասանք Վարշավա եւ բաց թողեցինք արդեն Հայաստան գնացող հաջող այդ չվերթը։ Արթուր Պապյանի խոսքով զգուշացնում են, խնդրով պայմանավորված անկանոն իրավիճակը դեռևս մեկ շաբաթ շարունակվելու է։ Ուղևորներ, ովքեր եվրոպական, գերմանական, ֆրանսիական, բելգիական օդանավակայաններով են Heathrow-ով են Լոնդոնի թռիչքներ պլանավորում, պիտի նկատի ունենան, որ հնարավոր են հետաձգումներ եւ տհաճանակ ընկալներ։ Իմաստն է, որ վիրուսը ընկնում է համակարգի մեջ ու ֆայլերը գաղտնագրում է, ու իրանք դառնում են անընթեռնելի, անհասանելի։ Մարտիրոսյանը նշում է, նման դեպքերում հաքերները վարակում են ընկերությանը կամ անհատին եւ փրկագին են ուզում։ Բայց այս նույն վիրուսները կարող են նաեւ օգտագործվել սաբոտաժի դիվերսիոն գործողությունների համար։ Ու սա այսօր հակերային արձակումների ամենատարածված ձևերից մեկն է եւ ամենափողաբեր, այսպես ասած, հակերներին, որ պատկերացնեք, շուկան տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է խոսքը գնում։ Այս դեպքում մի քիչ անհասկանալի է, փրկագին ուզել են, թե ուղղակի ինչ-որ դիվերսիա է եղել, որտեղ բավականին քիչ են խոսում։ Նմանատիպ հարձակումները միանգամից մեծ քանակի մարդկանց վրա են ազդում։ Այդ է պատճառը, որ չարագործի տեսանկյունից մեթոդը լավն է։ Բացի այդ, տնտեսական ու հանրային մեծ ազդեցություն են ունենում։ Աշխարհում ամենաշատ հետապնդվող, հետախուզության մեջ գտնվող մարդկանց ցանկում այս սրանց տարածողներն են նաև։ Այնպես որ սա լրջագույն խնդիր է ու տենց դեմ առնել չի լինում։ Սովորաբար ազդեցությունը շատ երկար է լինում։ Մարտիրոսյանը բացատրում է, օրինակ, եթե հաքերները գումար պահանջեն եւ փրկագինը ընկերությունը տա 1 օր անց, արդեն մեծ հերթ կուտակված կլինի, խաթարելով օդանավակայանի բնականոն աշխատանքը։ Դիվերսիոն գործողության դեպքում էլ խնդրի շտկումը կարող է օրեր, շաբաթներ տևել, մինչև հնարավոր լինի վերականգնել տվյալները։ Լիանա Խաչատուրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։